Մայիսի 24-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան շնորհեց գործարար Արթուր Գրանցին։ Նրա բարերարությամբ Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կառուցվել է հայկական առաջին եկեղեցին, որը կրում է հայոց առաջին հայրապետի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ Հանդիսավոր արարողության ընթացքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայացրեց բարերարի ազգօգուտ ու հայրենանվեր գործունեությունը։ Ապա Էջմիածին Նիհորե Շարականի երգեցողության ներքո բերվեց հայրապետական սրբատար կոնդակը, որում նորին սրբությունն իր գնահատանքն է հայտնում բարերարին եկեղեցանպաստ ու հայրենանվեր գործի համար։ Առաստված հավատքով ու պատրաստակամ հոգով դուք հանձն առաք Բելառուսի առաջին հայկական եկեղեցու կառուցումը, հոգևոր բերկրանք և խնդություն պարգևելով մեր ժողովրդի բարեպաշտ զավակներին։ Նորակառույց եկեղեցու Սուրբ Խորանից բաշխվող երկնառակ շնորհներով զորանալու է բելառուսահայ համայնքի հոգևոր ու ազգային կյանքը, խարսխված տերունաշնորհ հավատքի առ հայրենին և առ եկեղեցին սիրո վրա, և մեր զավակները Բարձրյալի օրհնության ներքո հավատարիմ իրենց ինքնությանը մեր ժողովրդի նվիրական ավանդներին ու արժեքներին կերտելու են իրենց լուսավոր ու բարոր ապագան Բելառուսի օրհնյալ երկրում, ասված է սրբատար կոնդակում։ Արթուր Գրանցը իր երախտագիտությունը հայտնեց հայոց հայրապետին բարձր գնահատանքի ու պարգևի համար։ Բարերարը հայ համայնքի անունից շնորհակալություն հայտնեց նորին սրբությանը նորակառույց եկեղեցու օծման նպատակով Բելառուս կատարած այցի համար։ Ամենայն հայոց հայրապետը արարողության ավարտին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները հղեց բարերարին։ Эта награда я не ожидал, что я буду получить. Իհարկե շատ անսպասելի էր այս պարգևն ինձ համար, երբ եկեղեցու շինարարությունը պլանավորում էինք, առաջին հերթին մտածում էինք բելառուսահայերի մասին, որոնք չեն ունեցել հայկական եկեղեցի, եւ քանի որ ես այնտեղ Բելառուսում եմ սովորել, ուզում էի, որ այնտեղ եկեղեցի լիներ։ Ինքս Սուրբ Էջմիածնում եմ մկրտվել փոքր տարիքում, եւ երբ սովորում էի Բելառուսի համալսարանում, երազում էի, որ երբ հնարավորություն ունենամ, այնտեղ հայկական եկեղեցի կկառուցեմ։ Եվ ահա այդ երազանքը կատարվել է, եւ այսօր շքանշանը ստանալը մեծ պատիվ է ինձ համար։ Իհարկե անակնկալ էր, բայց շատ թանկ, բառերով դժվար է փոխանցել։ Արժեքավոր պարգև է ինձ եւ ամբողջ ընտանիքիս համար։ Большая честь, это невозможно передать словами. Сыновья крестились в Эчмиадине. Տղաներս մկրտվել են Էջմիածնում, դուստրս Ֆրանսիայի հայկական եկեղեցում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ հայկական եկեղեցին միավորող դեր ունի եւ հատկապես այն մարդկանց համար, որոնք հայրենիքում չեն ապրում։ Մենք եկեղեցու հարևանությամբ նաեւ հայորդաց տուն ենք կառուցել, այն նաեւ կիրակնորյա դպրոց կլինի, որպեսզի երեխաները հաճախեն եւ իմանան իրենց լեզուն ու մշակույթը։ Ես իմ օրինակով կարող եմ ասել, թե որքան կարեւոր է մայրենի լեզուն եւ մշակույթը։ Անհարմար եմ զգում, որ վատ գիտեմ մայրենիս, թեև հասկանում եմ, բայց չեմ կարողանում խոսել։ Այդ պատճառով ուզում եմ հաջորդ սերունդը սովորի մայրենի լեզուն, դա շատ կարևոր է։ Учила армянский язык, это очень важно. Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի նոր անուններ ծրագրի պատանի երաժիշտ կատարողները։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։